Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Առանց շաքար, թե թաքնված շաքար, որոնք են շաքարի տարբեր անունները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նշված է հստակ ցուցանիշ, որոնք են քաղցր կյանքի դառը հետևանքները։ Քաշի ավելցուկի տեսքով, ճարպակալման տեսքով, շաքարային երկրորդ տիպի դիաբետ կարող է առաջանալ։ Առանց շաքար մակնշումով ապրանքներին սա երաշխիք է, որ այնտեղ չկա շաքար, թե մոլորեցնում են։ Անվանումները տարբեր կարող են լինել, արհեստական շաքարների մասին, օրինակ մալտիտոլ, դեքստրոզա, մալտոզա, Coca-Cola Zero-ի մասին, առանց շաքար, թե թաքնված շաքար։ թաքնված շաքար միանշանակ։ Դուք դիտում եք Միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Շաքարի վնասակարության մասին ինֆորմացիան շատերին ստիպեց վերանայել սննդակարգը։ Սրան զուգահեռ մարքետոլոգները գտան տարբերակ առանց շաքարի մակնշումով ապրանքի սպառումը ապահովելու համար։ Հիմա առանց շաքար, թե թաքնված շաքար, որոնք են շաքարի տարբեր անունները։ Մեզ կասի սննդաբան Մետաքսյան, ողջույն Մետաքսյան։ Ողջույն Կարինա ջան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Զրույցի քաղցր թեմա ենք ընտրել, օգնեք մեզ բարձր իրականությունը։ Քաղցրը անհրաժեշտ է մեր օրգանիզմին եւ եթե այո, ապա որքան է ընդունելի չափաբաժինը օրական։ Քաղցրը օրգանիզմին պետք է, բայց ոչ արհեստական, այսինքն ավելացված շաքարի տեսքով, այլ անհրաժեշտ է բնական շաքարների տեսքով, ինչը պարունակում է բանջարեղեններում եւ մրգերում։ Իսկ ավելացված շաքարի մասին, եթե խոսենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նշված է հստակ ցուցանիշ, որ դրա գերազանցումը արդեն կարող է հանգեցնել որոշակի առողջական խնդիրների։ Այդ ցուցանիշը կանանց մոտ մինչև 25 գրամն է, այսինքն մոտավորապես մոտ 6 գթալ, թեյի գթալ, իսկ տղամարդկանց մոտ 30։ Երեխաների մոտ մինչև 10 տարեկան երեխաներին մինչև 10 գրամ մոտավորապես ավելացված շաքար է կարելի օգտագործել, որպեսզի ավելորդ խնդիրներ չառաջանան առողջության համար, իսկ արդեն 10 տարեկանից բարձր մինչև 25 գրամ կարելի է։ Դա ավելացված շաքարի մասին է խոսքը, այսինքն արհեստական շաքարի։ Իսկ բնականի մասին, եթե խոսենք, մրգերի տեսքով մոտավոր չափաբաժինը 150-ից 200 գրամն է, բանջարեղենների համար կարելի է ասել հստակ չափաբաժին նախատեսված չէ, քանի որ բանջարեղենները մեծ քանակությամբ ջանք ու մանրաթելեր են պարունակում իրենց մեջ եւ օրգանիզմի համար չափազանց կարեւոր են եւ դրանց սահմանափակումը միտք չունի։ Իսկ ինչպես է արհեստական շաքարը յուրացվում մեր օրգանիզմի կողմից եւ որոնք են քաղցր կյանքի դառը հետևանքները։ Շաքարը յուրացվում է օրգանիզմում ինսուլինի միջոցով եւ ավելացված շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է բավականին դառը հետևանքներ թողել օրգանիզմի վրա, քաշի ավելցուկի տեսքով, ճարպակալման տեսքով, շաքարային երկրորդ տիպի դիաբետ կարող է առաջանալ, խոլեստերին, մի խոսքով առողջության համար շատ ոչ բարենպաստ պայմաններ կարող են ստեղծվել։ Եվ մարդիկ լսելով այս բոլոր բացասական հետևանքների մասին փորձում են սահմանափակել շաքարը եւ ընտրությունը տալիս առանց շաքար մակնշումով ապրանքներին, սա երաշխիք է, որ այնտեղ չկա շաքար, թե մոլորեցնում են։ Իհարկե երաշխիք չէ, որովհետև ավելացված շաքարին փոխարինող եկավ դա ավելի մարքեթինգային քայլ է, այսպես ասված, եւ արտադրողները որոշեցին առանց շաքարի մակնշումով քաղցավենիքներ կամ նույնիսկ քաղցր ըմպելիքներ արտադրել, որը ավելի վտանգավոր կարող է հանդիսանալ օրգանիզմի համար, որովհետև այստեղ գործ ունենք արդեն արհեստածին շաքարի հետ, այսինքն եթե ավելացված շաքար նշված չէ, դա կարող են համարել, որ առանց շաքարի է, բայց դա իրականում առանց շաքար չէ, որովհետև այստեղ արհեստական ծագում ունեցող շաքարներ են ավելացնում, շաքարի փոխարինիչներ են ավելացնում, որոնք ավելի վտանգավոր կարող են համարվել օրգանիզմի համար, հատկապես լյարդի համար մեծ ծանրաբեռնվածություն կարող են առաջացնել, աղաստամոքսային տրակտի խանգարում կարող են առաջացնել։ Հիմա ինչպես օգնենք մարդկանց չհայտնվել մարքետոլոգների ծուղակում, որոնք են շաքարի տարբեր անունները, որոնք բաղադրության վրա կարդալով մարդիկ կարող են պարզապես հրաժարվել այդ մթերքից։ Լավագույն դեպքում, եթե արտադրողը բարեխիղճ է, բոլոր անվանումները պետք է անպայման նշված լինեն պիտակների վրա, պետք է նախ եւ առաջ պիտակին ուշադրություն դարձնենք
եւ պիտակների վրա անպայման նշում է կատարվում շաքարի բոլոր անվանումները։ Անվանումները տարբեր կարող են լինել արհեստական շաքարների մասին, օրինակ մալտիտոլ, դեքստրոզա, մալտոզա, սախարոզա, այս տարբեր են, ֆրուկտոզա, այո, ֆրուկտոզան իդեպ ամենավտանգավորն է լյարդի համար։ Գլյուկոզա, մալտոզա, դեքստրոզա, ասպարտամ, մալտիտոլ։ Այո, ասպարտամը նույնպես շատ վտանգավոր է օրգանիզմի համար եւ հատկապես ավելացվում է ծամոնում եւ քաղցր, բայց առանց շաքարի մակնշումով ըմպելիքներում։ Փաստորեն ոչ թե առանց շաքար, այլ թաքնված շաքար։ Զգուշացեք, հարգելի հետևորդներ, եւ ասենք շաքար բնական, ինչպես է կոչվում, որ անուններն են, որ պետք է մարդկանց օգնեն ընտրելու օգտակարը։ Բնական շաքարների մասին խոսելիս առաջինը գալիս է մտքին ստևիան, որը իսկապես բնական շաքար է համարվում եւ դրանից պատրաստված որոշ սննդատեսակներ կարելի է համարել բնական շաքարով պատրաստված, բայց միևնույն է, օրգանիզմի կողմից դա նույն կերպ է ընկալվում, ինչպես արհեստական շաքարը կամ քաղցրացուցիչները, եւ այստեղ էլի կարելի է խորհուրդ տալ մարդկանց, որ ուղղակի ընտրեն բնական մրգեր եւ բանջարեղեններ։ Արհեստական շաքար կարող է հանդիպել անգամ առողջ թվացող մթերքներում, օրինակ թթվասերի կամ յոգուրտի, ամբողջահատիկ թվացող հացի, ֆիթնես հացերի մեջ։ Արհեստական շաքար, այո, ավելացված շաքար։ Այո։ Ավելացված շաքար, այո, հանդիպում ենք սպիտակ հացից պատրաստված հացաբուլկեղենում, թխվածքաբլիթներում, հնարավոր է հանդիպել մյուսլիներում, որը առողջ նախաճաշ է համարվում, յոգուրտներում, բայց դրանք այդպես էլ այնքան էլ առողջ չեն համարվում, որովհետև դրանցում ավելացված են կայունացուցիչներ, քաղցրացուցիչներ, կոնսերվանտներ, որոնք ուղղակի չեն կարող համարվել բնական եւ առողջարար օրգանիզմի համար։ Դրան ուղղակի փոխարեն կարելի է վերցնել հունական յոգուրտը, դրանում ավելացնել ըստ նախասիրության սերմեր, հատապտուղներ եւ ուղղակի ստանալ քաղցր նախաճաշ կամ նույնը վարսակի փաթիլներին կարելի է նույն սերմերն ու հատապտուղները ավելացնել եւ դարձնել ուղղակի համեղ նախաճաշ։ Coca-Cola Zero-ի մասին առանց շաքար թե թաքնված շաքար։ Թաքնված շաքար միանշանակ, Coca-Cola Zero-ն ինքը ընդհանրապես քաղցր ըմպելիքները գազավորված թե ոչ, իրականում շատ մեծ չափաբաժնով շաքար են պարունակում, որը շատ մեծ վտանգ կարող է հանդիսանալ օրգանիզմի համար եւ հնարավորինս պետք է խուսափել նմանատիպ ըմպելիքներից, որովհետեւ դրանցում օգտագործված է ոչ թե ավելացված շաքար, հենց բուն սպիտակ շաքարավազը, այլ ավելացված է ասպարտամ, ընդհանուր մոտ 90% դեպքերում ավելացնում են ասպարտամ, որը մեծ վտանգ կարող է հանդիսանալ աղեստամոքսային տրակտի համար եւ լյարդի համար, ինչու՞ չէ, այնպես որ ուղղակի խորհուրդ կտայի, որ հեռացնեն սննդակարգից նման օրինակ ըմպելիքները։ Coca-Cola-ի եւ Coca-Cola Zero-ի տարբերությունը որն է, սա զուտ ուղղակի մարքեթինգային քայլ էր, քանի որ հակաշաքարային ագիտացիան այնքան էր շատացել, որ որոշեցին արտադրողները ուղղակի Coca-Cola-ն վերածել Coca-Cola Zero-ի, այսինքն շաքարը հանել եւ դրա փոխարեն ավելացնել արհեստական շաքար, որը հենց ասպարտամն է, բայց այստեղ ոչ թե օգուտ են տալիս գնողին, գնորդին, այլ ավելի վնասակար նյութ է ավելացվել, եթե սովորական ավելացված շաքարի դեպքում հնարավոր է դա սահմանափակ օգտագործել, այստեղ սպառողը մտածում է, թե հնարավոր է ավելի շատ օգտագործել, որովհետև կալորիապես ինքը ավելի ցածր կալորիականություն ունի Coca-Cola Zero-ն, քան սովորական Coca-Cola-ն, որովհետև այնտեղ շաքարի մակարդակը ավելի բարձր է, իսկ Coca-Cola Zero-ում ցածր է, որովհետև ասպարտամը ինքը մոտ 200 անգամ ավելի քաղցր է համարվում ավելացված շաքարից եւ այնտեղ շատ քիչ չափաբաժնով են ավելացնում եւ ինքը ստացվում է ավելի քաղցր ըմպելիք։ Զուտ սրա հաշվին համարվում է ավելի ցածր կալորիական ըմպելիք ու դրանից ելնելով սպառողը մտածում է, թե անսահմանափակ կարող են օգտագործել ու հենց այստեղ արդեն ստացվում է փակ շրջան, որքան կալորիապես ցածր սնունդ ենք ընդունում, այնքան ավելի շատ ենք ընդունում եւ միգուցե եւ ավելի մեծ վնաս ենք հասցնում օրգանիզմին։
Շատ լավ, ինչ կասեք բնական հյութերի մասին, բնական, այսպես ճակերտներում նշենք, այո, բնական հյութերը դրանք ճակերտավոր բնական հյութեր են, դրանցում ավելացված են մեծ քանակությամբ շաքար, կոնսերվանտներ, կայունացուցիչներ, որպեսզի պահպանման երկար ժամկետ ունենան ու իրենք շատ հեռու են բնական լինելուց։ Շատ լավ, խոսենք նաև մեծ պահանջարկ ունեցող հասարակության կողմից մթերքների մասին, մասնավորապես խտացրած կաթ։ Երեխաները շատ են սիրում եւ շատ օգտագործում մայրիկները նրբաբլիթների, խմորեղենների մեջ, ինչ վտանգ է այն իրենից պարունակում։ Խտացրած կաթը ինքը շաքարային բում կարելի է համարել ու հատկապես երեխաների համար, ինչպես նշեցի, երեխաների համար մինչև 10 տարեկանների համար ավելացված շաքարի չափաբաժինը 10 գրամը մինչև չպետք է գերազանցի, իսկ մի պահ ուղղակի որ պատկերացնենք խտացրած կաթում որքան շաքար է պարունակում, ուղղակի շատ հեռու կպահենք մեր երեխաներից, որովհետև ավելացված շաքարի օգտագործումը երեխաների վրա ավելի վատ ազդեցություն կարող է թողել թե հոգեբանական, թե ֆիզիկական զարգացման առումով եւ այստեղ մենք գործ կունենանք երեխաների ուշադրության եւ կենտրոնացման խնդրի հետ, քնի խանգարումներ կարող են առաջանալ, մարսողական խնդիրներ կարող են առաջանալ, դյուրագրգռություն ու նյարդային վիճակ կարող է առաջանալ երեխայի մոտ։ Կարելի է ուղղակի բացառել սա սննդակարգից թե երեխաների թե մեծերի համար, որովհետեւ միանշանակ վտանգավոր սննդամթերք է համարվում։ Որպես այլընտրանք ուղղակի չօգտագործել, որպես այլընտրանք օգտագործել միայն մրգեր եւ բանջարեղեններ, որովհետեւ դրանցից կարելի է ստանալ իսկապես բնական հենց շաքարը, որը օրգանիզմին իսկապես օգտակար է, որովհետեւ ինչքան էլ որ ասում են մրգերում ֆրուկտոզան մեծ քանակություն է պարունակում, ճիշտ է, մեծ քանակության ֆրուկտոզա կա մրգերում, բայց նախ դա մեծ քանակությամբ հնարավոր չէ օգտագործել 150-ից 200 գրամը լրիվ նորմալ է օրգանիզմի համար եւ բացի այդ, բացի ֆրուկտոզան, մրգերը մեծ քանակությամբ մանրաթելեր են պարունակում, որոնք օգնում են ֆրուկտոզայի մարսման process-ներին։ Եվ այստեղ օրգանիզմում դիսբալանս չի ստեղծվում եւ բոլոր process-ները ճիշտ ուղով են ընթանում։ Եվ ընդհանրապես ավելացնենք, որ եթե նախընտրում ենք հյութ տարբերակը, ապա ամբողջական միրգը իր մանրաթելերով պետք է այո, հյութը միանշանակ պետք է օգտագործվի ամբողջական մրգի տեսքով, այսինքն մզվածքը այդ մանրաթելերը ինքը պետք է օրգանիզմը ընդունի, որովհետև առանց մանրաթելերի ֆրուկտոզան ինքը մեծ վտանգ կարող է հանդիսանալ լյարդի համար։ Իսկ երբ որ մանրաթելերով է հյութի տեսքով մանրաթելերով օրգանիզմը մուտք է ներգործում հենց նույն միրգը, շատ ավելի օգտակար կարող է լինել։ Մեղրի մասին, բնական մեղրը նույն կերպ է ընկալվում ուղեղի կողմից որպես շաքար։ Բնական մեղրը նույնպես նույն կերպ կարող է ընկալվել, որովհետև ինքը 80%-ով ածխաջրից է բաղկացած եւ պարունակում է մեծ քանակությամբ գլյուկոզա, ֆրուկտոզա եւ սախարոզա, ինչպես նաեւ չնայած նրան, որ մեղրին վերագրվում է հակաբակտերիալ, վիտամիններով հարուստ եւ շատ օգտակար սննդամթերք, այնուամենայնիվ նա մեծ քանակությամբ ֆրուկտոզա, գլյուկոզա եւ սախարոզա է պարունակում, ինչը կարելի ասել այո ուղեղի կողմից նորից նույն կերպ է ընկալվում։ Օրգանիզմին եթե ուզում ենք օգուտ տալ, մեղրը կարելի է օգտագործել օրինակ մի փոքր կտոր ամբողջահատիկի եւ ճիշտ ընտրված կարագի միջոցով ընդեղենով համեմված, այսինքն այստեղ գործ ենք ունենալու եւ ֆրուկտոզայի եւ ամբողջահատիկ հացում եղած մանրաթելերի եւ առողջ ճարպերի հետ եւ օրգանիզմին օգուտ ենք տալու միանշանակ այսպես եւ հագեցվածության զգացողություն ենք ունենալու, իսկ ընդունված միֆը, որ մեղրաջուրը օգուտ է տալիս օրգանիզմին, այստեղ ուղղակի մենք գլյուկոզայի, ֆրուկտոզայի ու սախարոզայի բում ենք ուղարկում օրգանիզմ, որը միանշանակ չի կարող օգտակար լինել։ Եվ պետք չէ մեղր ավելացնել տաք ջրին, եռման ջրին, թեյի տեսքով կամ նույնիսկ կաթի մեջ տաք։ Որովհետև օգտակարությունը կորցնում է եռման աստիճան, եթե ջուրը լինի կամ կաթը լինի, մեղրը ուղղակի իր օգտակարությունը կորցնում է։ Դրա համար ավելի մոտ 70 աստիճանի ջրի կամ կաթի մեջ կարելի է ավելացնել, նույնիսկ դրանից ցածր։ Իսկ միֆ չէ, որ քաղցր ուտելու ցանկություն օրգանիզմում առաջանում է սպիտակուցների պակասից, կամ առհասարակ, եթե բալանսավորված չենք սնվում, ստանում այն բոլոր սննդարար նյութերը, միկրոէլեմենտները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին, օրգանիզմը ինտուիտիվ քաղցր ուտելու ցանկություն է ունենում։
Քաղցր ուտելու ցանկություն կարող է առաջանալ օրգանիզմում սպիտակուցների պահանջից, ոչ բալանսավորված սնվելու պատճառով, չքնելու պատճառով, նույնիսկ երբեմն վատ քնի պատճառով կամ եթե նախորդ գիշեր ուղղակի նորմալ չեք քնել, հաջորդ օրը մեծ քաղցր ուտելու ցանկություն է առաջանում։ Դրա համար պետք է ուղղակի առողջ սննդային սովորույթ ձևավորել, օգտագործել ճիշտ բալանսավորված սննդամթերք եւ այլևս քաղցրի պահանջ չի ունենա օրգանիզմը։ Այդ դեպքում ասենք ինչ կլինի մարդու հետ, եթե օրինակ 1 շաբաթ հրաժարվի քաղցրից։ Եթե նույնիսկ 1 շաբաթ հրաժարվի քաղցրից, բայց ավելի լավ կլինի ավելի երկարաժամկետ հրաժարումը լինի քաղցրից, այդ 1 շաբաթվա ընթացքում արդեն դրական ազդեցությունը կարող ենք տեսնել օրգանիզմի վրա, հատկապես մաշկի ու մազերի որակի լավացման վրա կարող է ազդել, էներգիան միանշանակ կվերականգնվի, վերականգնում է հիշողությունը եւ այստեղ նորից մեկ միֆի հետ ենք բախվում, որ քաղցրը լավացնում է հիշողությունը, բայց այստեղ քաղցրը իրականում այնպես է անում, որ հիշողությունը վատանա, որովհետև որքան արագ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, տալիս է էներգիա եւ թվում է թե հիշողության վերականգնումը տեղի ունենում, այստեղ մենք հակառակ process-ն ենք ունենում մի քանի րոպե հետո եւ արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ իջնելով միանգամից ուժասպառ է լինում օրգանիզմը, էներգիան կորում է, հիշողությունը անհետանում է եւ այստեղ ուղղակի գործ ենք ունենում վատ հետևանքների հետ։ Այդ դեպքում ինչպես օգնել մարդկանց հրաժարվել շաքարից, մենք արդեն նշեցինք, որ թաքնված շաքարներ կան, առանց շաքարի մակնշումով ապրանքներում պետք է կարդալ մակնշումը ապրանքի, բաղադրությունը եւ շաքարը կարող է լինել տարբեր անուններով։ Դուք տիրապետեցիք ինֆորմացիայի հզոր ուժին, հիմա ասենք թե ինչպես հրաժարվել քաղցրից, որովհետև քաղցրը գիտենք կախվածություն է առաջացնում եւ դուք ասում եք, որ կյանքն առանց շաքար ավելի քաղցր է։ Քաղցրի կախվածությունից, շաքարի կախվածությունից կարելի է ազատվել միայն ճիշտ եւ բալանսավորված սննդակարգի միջոցով, որովհետեւ ճիշտ ու բալանսավորված կազմված սննդակարգով կարելի է ստանալ բոլոր այն անհրաժեշտ նուտրիենտները, ինչը օրգանիզմին անհրաժեշտ են, բնական շաքարների տեսքով, մրգերում եղած շաքարների տեսքով, բանջարեղենում եղած մանրաթելերի ու բջջանքի տեսքով եւ սպիտակուցի տեսքով եւ այստեղ ուղղակի քաղցրի պահանջ այլևս չենք ունենալու բալանսավորված եւ ճիշտ կազմված սննդակարգով սնվելու դեպքում։ Շնորհակալություն ձեզ կարևոր ինֆորմացիայի համար Մետաքսիա, այո մարդն ունի հնարավորություն ընտրություն կատարելու եւ այո միայն գիտակցված ընտրությամբ է հնարավոր հրաժարվել շաքարից եւ ապրել առողջ։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը, մենք զրուցում ենք սննդաբան Մետաքսիայի հետ, կհանդիպենք։